Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն է, բարև ձեզ, ես Էլենն եմ։ Ես Մկրտիչն եմ Մազմանյան։ Ուրախ եմ շատ, ուրախ եմ, որ մեզ հյուրն գոգա է ասում, իսկ գիտեսողները գոգա, երկրորդ անունս գոգա։ Հա, ինչու՞։ Գոգա գիտեն, շատերը ինձ գոգա գիտեն, Մկրտիչով վնաս եմ ստացել, չեն իմացել, որ ես Մկրտիչ եմ նաև։ Հա, հասկացա։ Հանդեցեք, ժողովուրդ եկեք տուն։ Եկանք։ Ինձ պատմեք այս քանդակների մասին։ Դե սրանք արդեն բրոնզ բան արհեստական նյութեր, օրինակ ոմանք սրանք բրոնզներ են, բրոնզները էսի արհեստական, բրոնզ, մնացածը բրոնզ, էս էլա բրոնզ, այսպիսի պատին է արված, վերջին շերդը։ Ահա։ Այսպես աշխատում եմ երկու նյութերի վրա, աբագու վրա եմ աշխատում, բրոնզ։ Հա։ Կարևորը կավն է, դու կավով պետք է կործանես, մնացածը երկրորդական են արդեն ինչի վրա գուզես արա։ Իհարկե նյութն էլ է խոսում, եթե դու ստեղծագործում ես, սկիզբը պետք է մտածես ինչ նյութի վրա պետք է լինի, ինքը թելադրում է ինչպիսի ծավալներով աշխատես։ Բրոնզը ավելի նուրբ արդյունք չի տալիս։ Շատ խոսուն է բրոնզը։ Բրոնզը մեծ հնարավորություններ ունի, բայց երբ ասում ես քարե, արդեն քարը իր լեզուն ունի, բրոնզը իր լեզուն ունի։ Տարբեր նյութեր իրենց լեզուն ունեն։ Իսկ դրանց տարբերությունը ո՞րն է։ Դուք որ արդեն եթե աբագուս քանդական եք, ինչպես կարող եք օլորել, պդդել, սֆերիկ ֆորմաներ չեք կարի, աբագի չոր բաներ, ես ունեմ աբագով, խնդրեմ, Շարլազնավուրի էսկիզը, որ արել եմ, այդպես օտակայանի, Զվարթնոց օտակայանի տարեսները, էլի աբագիով եմ աշխատել, այլում են աբագի նյութը թելադրում, ինքը թելադրում է, թե ինչ ծավալ ինքը կարող է ընդունել, բայց հիմքերի հիմքը մնում է կավը։ Կավը ամենակարևորը գլուխ, սիրտ, կատարելը, այդ ամենակարևորը դա է, այդ երեքի միասնությունը։ Հասկացա։ Եկեք հետ գնանք մանկություն, որտեղ եք ծնվել դուք։ Հայաստանում Գյումրվա մոդերքը Հայկավան գյուղում, Ղարսի եւ Գյումրվա մեջտեղն է, Գյումրիի մեջտեղը։ Հայր չեմ ունեցել, ծնվել եմ հորս մահից 6 ամիս հետո։ 5 տարեկանից սիրել եմ նկարչությունը։ 13 տարեկանից ընդունվել եմ Մերկուրովի անվան նկարչական դպրոց։ Հրաշալի ուսուցիչներ եմ ունեցել։ Արդեն 16 տարեկան ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարան, քանդակի բաժին, քանդակ կերամիկա, Մարդո Չակմակյանի ուսանողն եմ եղել։ 65 թվականին գնացել եմ Էստոնիա, Տալինում 6 տարի Տալինում եմ սովորել։ Ահա, այդ արդեն մանկությունից դուք անցաք վեր։ Ճանապարհ է։ Այսինքն ձեր ստեղծագործական կյանքը սկսվել է Գյումրիից։ Ինչպես է ձեր ստեղծագործության վրա մանկությունը եւ ձեր շրջապատը ինչ որ ներգործություն ունեցել։ Դե լավ բարեկամներ ունեի, հոր եղբոր աղջիկներ, մամաս շնորհքուներ երկի, իմ մեջ փոքրուց մցրեց երկի հանդեպսերը, մեջս մնաց, մամաս հրաշալի ձայններ խոսում էր, եւ կապվեցի կլասիկ երաժշտության հետ, հանուն նրա, որ մեր գյուղի կենտրոնում զինվորական բաժանմունք կար, ռադիոն բարձր ձայնով, 5 տարեկանից հաջախում էինք իրենց զինվորական այդ բանում, ոնց հայերեն չգիտեմ ինչպես կարելի ասել, այդ ֆիլմեր էինք նայում, առաջի ֆիլմը, որ ին վրա ազդել է, եղել է Պիկվայա դաման, դրա համար հետագայում ես դառա օպերային երգիչ նաև, երգել եմ նաև օպերայում։ Մեր գյուղում շատ հետաքրքրական մարդիկ կային, ռելիեֆները մեր գյուղի, մեր զորերը, մեր սարերը, մեր ջրերը, ծառները, վարտի պլանտացիաներ ունենք, մեղվաբուծեր, մամաս մեղվաբուծեր ինքը, մեղուների դզոց, մզոց, շատ մաքուր, զուլալ օդի մեջ եւ ջրի մեջ եմ ծնվել ապրել եւ անհնար էր որ Ղարսից փախած փախստականների սերունդներից մեկն ու մեկը ինչ որ մի բան չունենար եւ հավանական է իմ մեջ պաբերից նրանք ճարտարապետ են եղել, աշուղներ են եղել Ղարսում եւ երևի ժառանգել եմ հավանական է գենետիկ ինչ որ բան իհարկե նաեւ միջավայրը բայց միջավայրը հետագայում ազդեցին վրա երբ որ ընկա ես ընդունվեցի նկարչական դպրոց ինձ համար զարմանալի էր թե ինչպես կարելի է առարգան նկարել ես միշտ արտանկարում էի մտքովս չէր ասում որ կարելի է առարգան նկարել ինձ համար զարմանալի բայց շատ շուտ ադապտացիայի ենթարկվեցի
Ինչ հետաքրքիր պատմություններ կհիշեք ձեր երիտասարդ տարիներից։ Շատ շուտ սիրահարվում էի։ Անչափ շուտ։ Եվ երբեք չի արդահայտում այդ սերը, բայց ամենաշատ սիրահարվում էի արվեստի վրա, գեղագիտության վրա։ Դա շատ լավ սիրահարվածություն է։ Գյումրի կոլորիտը շատ հետաքրքիր է։ Ես բախտ եմ ունեցել Գյումրվա այն հայտնի հռչակավոր մարդկանց Օրորդ Վարսենիկ, Գիշ Սարգիս, Բլբուլի Բախչային ասում, դրանց բոլորին ես տեսել եմ։ Իմ մորաքրոջս ամուսինը Պոլոս Մուգուչից շատ ավելի սրամիտ էր, իրեն տանն եմ ապրել, շատ հումորով մարդ էր։ Մանկությունս հետաքրքիր են անցել, հետաքրքիր։ Հա։ Բայց հուշողությունները, լավ հուշերը գալիս են հետո, երիտասարդական շրջանում։ Իսկ ի՞նչն է ձեր աշխատանքներում հիմնականում ոգեշնչում ձեզ, մարդը, բնությունը, թե ինչ-որ դեպք, որ ձեզ հետ պատահում է։ Շատ լավ հարց էր։ Երբ որ երեխա ես, սկսնակ ես, մեջդ ինչ-որ կա ծնողներից ի վերուստրված դա է, բայց երբ որ մտնում ես միջավայր, եւ ես քո ուսուցիչները քեզ աշխարհ են բացում, աշխարհ հայացք են քեզ, այսինքն դու ունես դա, իրենք պետք է բացեն միայն, ու սկսում ես դրսի օդար մշակույթների, օդար ազգերի, ուրիշ ազգերի, օդար սխալ է, քոնը, հատկապես քոնը, եւ անպայման զուգադիպող բաներ կա քո ներքին զգացմունքները եւ արտաքինից որ ինֆորմացիա է ստանում, իմ վրա շատ մեծ ազդեցություն է թողել եվրոպական եւ ամերիկյան քանդակագործությունը, ինչպես նաեւ հին Եգիպտոս, Շումեր, Ակադ, այսինքն ինֆորմացիան ինձ տրտել է, որ անեմ այն ինչ որ հետագայում ես արել եմ։ Իհարկե հայկականը մենք պատմական թանգարանում ամիսներով դասեր ենք անցկացրել, ամիսներով ուսումնասիրել ենք պատմական թանգարան, բայց չէինք հասկանում ինչպես կարելի է այդ ստացած ինֆորմացիան նոր որակով մատուցել։ Դրա վրա հենվելով ինչ-որ գործեր անել, ինչպես Խաչատրյանը հայկական մելոսի վրա ինչեր է ստեղծել, հանճարեղ գործեր։ Ու հետագայում կարողացանք, բայց արդեն համաշխարհային ինֆորմացիայից հատկապես երաշտական բանից ես շատ եմ օգտվել։ Հիմա այդպես ասեցիք, ես մի հատ բան եմ նկատում, երբ նայում եմ ձեր գործերին, թվում է թե ինքը քանդակ է, պետք է լինի քարացած, բայց ես օդում շարժում եմ նկատում, ու ինչ որ երաշտական նրբություն եմ նկատում։ Ես չեմ հասկանում, դա ձեր մոտեցումն է, դուք հատուկ եք անում, թե ուղղակի ստացվում է։ Չէ, դա իմ անձն է արդեն, իմ էությունը, եւ այդպես պետք է դառնան բոլոր ուսանողները, բոլոր աշակերտները, որ արվեստի հետ առնչվում են, նրա ուսուցիչը պետք է դրթի, որ դու արվեստի բոլոր ճյուղերին ծանոթանաս, ամեն ինչի հետ սիրով մոտենաս, քամու ձայն է, ձյունի փաթիլներ են, չգիտես ինչ, երաժշտություն եւ այլն։ Ես շատ տարվել եմ թատրոն, կինո, գրականություն, այդ բոլոր արվեստի մյուս ճյուղերը ազդել են իմ վրա, իսկ ամենակարևորը որ ես երաժշտության տակ եմ աշխատում, անպայման երաժշտության տակ, եւ դա բնականաբար մտնում է արդեն մատներով անցնում է քո քանդակին։ Բայց դուք մտածում եք, որ պարտադիր է քանդակը շարժում ունենա։ Քանդակագործությունը բացարձակ չի սիրում թատերականություն, շարժում, մեծ շարժումներ, ակտիվ շարժումներ, բարեր, ես ինչ գիտեմ ինչեր, գործողություններ, չի, ինքը սիրում է ստատիկի մեջ։ Բայց հիմա տեսեք, բոլորը շարժման մեջ են, ես շարժում եմ նկատում։ Ներքին շարժում են դրանք, իրանք շատ մեծ սիլուետներ չունեն իմ գործերը, իրանք կուլմինացիոն բաներով սիլուետներ ունեն, ամենաբնորոշ մասով կամ դիրքով են իրենք արտահայտված։ Քո անձից կախված է այն ինչ որ դու անում ես, գործիդ մեջ երևում է քո ինչ լինել է, ինչպիսի կուտակումներ ես դու ունեցել, ինչպիսի էմոցիոնալ վիճակների մեջ ես դու եղել։ Ինչպես եղավ, որ գնացիք Հայաստանից։ Ուղղակի մեր Բալթյան մշակույթը ինձ շատ հարազատ էր թվում, նորովի էր թվում։ Մտածեցի դուրս կամ, հետո 16-19 տարեկան էի, դուրս կամ, տեսնեմ աշխարհում ինչ կա։ Մենակ գնացիք։ Հա, մենակ գնացի եւ սխալման փոխանակ գնայի Ռիգա, ես ուզում եմ Ռիգա, ընկա Տալին։ Տալինում հայտնվեցի, տոմս առնելուց ինքնաթերի մայրաքաղաքները խառնել է իրար։ Ես Տալինում, ես շատ ուրախ եմ որ այնտեղ եմ ապրել։ Հա, հետո մի տարի Ռիգայում եմ եղել, քիչ հավանեցի Ռիգան, համեմատ
Էստոնիայի, որտեղ Էստոնիան ամիջական կապեր ուներ Ֆինլանդիայի հետ, ինֆորմացիոն կապեր, մշակութային կապեր, շատ հետաքրքրական երկիր էր։ Էստոնացիները դոմինանտ մտածողություն ունեին, քիչ կար սովետական մտածողությունը։ Իսկ ձեզ չվախեցրեց 19 տարեկանում մենակ գնալը անորոշության մեջ։ Ձեզ ոնց ընդունեց այդ երկիրը։ Երևանում կոնդում ապրած տղա եմ եղել, խուժանացված մի քիչ եւ այլ, չէինք վախենում։ Երազանք էր հայրենիքից դուրս գալ, տեսնենք դրսում ինչ է կատարում, որովհետեւ երբ որ մենք 4-րդ կուրսից գնում ենք Պարդադիր, թե ուսումնարանից տանում են Լենինգրադ, Մոսկվա, արդեն դուրս ես գալիս աշխարհ, զգում ես, որ Երևանը փոքր է, պետք է։ Հետո կարծեմ, թե ներքին ինչ որ մի բան քեզ մղում է, ինչ որ մեկը։ Իսկ որ ասում եք Հայաստանից դուրս գալը այդ տարիքում ձեզ համար երազանք էր թվում։ Այդ երազանքին հասնելը ձեզ գոհացրեց կամ ինչ որ բան տվեց։ Ճիշտ է, այո, շատ։ Էստոնիայում ես եվրոպական մտածողություն, նրանք ողնուծուձով եվրոպական մտածողություն ամբողջությամբ, բայց ոչ լավ եվրոպականը, գերմանական, բայց հիմքով լավ է, բայց այդ ընթացքում գերմանականը եւ ֆիննականն է, որոնց արվեստները գերմանական դեմոկրատիկ Գերմանիան նկատի ունեմ, եւ Ֆինլանդիան երկուսն էլ մշակութային բանի մեջ Հայաստանին չէին կարող հասնել։ Հա, ինչու։ Մեր մոտ վերածնունդի շրջան էր այդ թվականների որ գնացի, մեր մոտ շատ հզոր շրջան էր եւ ես չունեցա լավ ուսուցիչներ այնտեղ իմ մասնագիտությամբ ես թողեցի հրաշալի ուսուցիչների եւ գնացի այնտեղ ես անապատ ոնց որ ընկնեի տեսա որ քանդակագործությունը այդ երաչափ արվեստը իրենցը չի բայց գրաֆիկա դեկորատիվ մյուս մշակույթները շատ բարձր էր իրենց մոտ որոնք ինձ բնականաբար օգուտներ տվեցին շատ Պլյուս շվեդական, ֆիննական, որ մոդիկ էին, Լենինգրադներ մոդ, Ռիգաներ մոդ, Վիլնյուսը, ես ամեն շաբաթ գրեթե գնում էի Լենինգրադ, վերադառնում էի, այդ առումով ինձ շատ բան տվեց Էստոնիան, շատ բան տվեց։ Եվ ինքնուրույն մտածելու, որտեղ մեր ինստիտուտը շատ ազատ էր։ Ուսուցիչները գրեթե ոչինչ չունեին ասելու քեզ, չգիտեին ինչ ասել։ Դա լավ էր։ Չէ, բադ էր, որ ասելիք չունեին, ըստ վազես գտա որտեղից կարողանամ սնվեմ, ով ինձ ուսուցիչ կդառնա։ Եվ դա տվեց ձեզ ազատություն։ Այո, դա տվեց ինձ ազատություն։ Քանի տարի ապրեցիք։ 11 տարի ապրել։ Ահագինը, 11 տարի։ Այո։ Իսկ այդ տարիների աշխատանքները ինչպիսին էին։ Ահա, վախճանվեցին իմ արվեստանոցը թալանել եւ կորզանել էին բոլոր գործերս։ 35 տարվա աշխատանքներիցս մնացել այն աշխատանքը, այն որ շատ եմ սիրում եւ մի հատ վերևը կա Փառք ասու իմ լավագույն գործերը այդ շրջանից մնացին, բայց շատ գնահատելի գործեր տարել են, գողացել են, կորզանել են, ջարդուփշուր արել հապել են։ Այնտեղ։ Այս չէ, մեր 6-րդ մասիվի արվեստանոցում։ Էստոնիայից բերել իմ 35 տարվա երիտասարդական այդ շնչով կատարված գործերս բոլորը վախճան, բայց ֆոտոները ունեմ։ Դուք նաև ապրել եք Լիբանանում։ Լիբանանում ես հրավերք եմ ստացել, ես չեմ գնացել Հայաստանից, ինձ հրավիրել էին, ես հիմնադրել եմ Լիբանանում համազգայինի նկարչական ակադեմիա, այդպես էին ասում, ակադեմիա։ Հա, նաև դասավանդում էիք։ Հա, դասավանդելու համար էին ինձ հրավիրել։ Ես էի Գրիգորյան Բաքրադը, Ալեքսան Քոչարյան կար, Լավրենտի Աղասյան, հրավիրված են երաժիշտներ, Պարուսուցներ հրավիրված էին, երբ որ 91 թվականին մենք գնացինք, ես հիմնադրեցի այդ ակադեմիան, կար, հիմքը կար, բայց շաբաթական 2 ժամ էր 2 օր։ Ես դարձեցի ամեն օր շաբաթվա մեջ 4 ժամ ամեն օր։ Իսկ երբևէ նկատել եք, որ ձեր աշակերտների ստեղծագործությունների ոճը նման է ձեզ։ Առանց ազդեցության հնարավոր չի։ Այո, նկատել եմ, դա լավ բան է, դա լավ բան է։ Հա։ Եթե չեն հասկանում մեր ժամանակի ընթացքում փոկվել, ինչպես փոկվել, ուրեմն իրենք արվեստագետ չեն դառնում, որովհետև արվեստագետ դառնում են, երբ որ անհատականություն ես դու։ Քո ոճը ունես, քո խոսք, քո լեզուն ունես։ Իսկ դուք դա ձեր մեջ զգացել եք ձեր ուսուցիչների։ Ես տանջվել եմ Հանրի Մուրից, ինչպես կարելի է ազատվել, Արտո Չակմակյանից, ինչպես կարելի է ազատվել, ինչպես դառնալ Մազմանյան, դա շատ մեծ տանջանք է։ Արվեստը, գիտեք ինչ է, բայց դու չես կարող ազատվել։ Երկրներն են ընկնում ազատության տակ։ Պետությունները, ազգերը ազատությունների տակ են, բայց այնուամենայնիվ անհնար է չազդվել երկու տակ քարը դիվսարը քարի մոտ։
նա կսարի, նա կտականա։ Այդպես։ Իսկ այդ տարբեր ստեղծագործողներից փոխվելու ճանապարհին ինչեր եք հեչ կորցրել կամ նոր գտել։ Չեմ կորցրել, հագարակը եւ դա էլ բան չի, որ ես դրանց։ Իհարկե, միանշանակ։ Ես հասկացա թե Հայրիմուրը որտեղից է սնվել, որ այդպիսի գործեր անում։ Արդո Չակմակչյանը որտեղից է։ Դու որ ըմբռնում ես իրենք որտեղից ոտքի կանգնեցին անհատականություն դարան, արդեն իրենց թողնում ես, դու էլ քո ճանապարհն ես գտնում այդպես։ Բայց եթե դու չես աշխատում, քո հեչ պետքն էլ չէ թե ում ես նման, ում ես կոպիա արել նմանվել։ Իսկ ձեր կարծիքով ձեր գործերի մեջ ինչ ընդհանուր կետ կա, որ ձեզ է բնութագրում։ Այդ շատ հրաշալի հարց է։ Հին գործերից մեջ երիտասարդ անզուսպ էքսպրեսիա կար, անզուսպ էր։ Հիմա զսպված էքսպրեսիա եւ այդ շարժում, որը դուք սկզբում նշեցիք, որ նայում ես շարժում ես զգում։ Շարժումը շատ չի, բայց ինքը թրթռացող բաներ ունի։ Դա ես մտածածին չեմ անում, ինքը իրեն ծնվում է։ Երբ որ դու քեզ դաստիարակում ես ամբողջ կյանքս տարիների ընթացքում, դու քեզ դաստիարակում ես այդ ուղղությամբ, ինքը ձեռք է բերում այդ բաները անկախ քեզնից։ Դե կարևորագույնը թե ինչպես դու մտահղացումդ մեկնաբանես, ինչպես բանաս այդ միտքը։ Գաղափարը գալիս է։ Այդ գաղափարը, երբ որ դու աբրված փորձությունեցող արվեստագետ ես, իրեն չես կարողանում համապատասխան ծավալ գտնես։ Մեր գործի մեջ ամենադժվարը իրեն համապատասխան ծավալներ գտնելն է։ Եվ ես փորձում եմ այդ ծավալները ոնը կիներիս մոտ կարծեմ ստացվել են գլուխներ չունեն, բայց գլխի պակաս չկա կինի արձաններից մոտ։ Վերջերս Կոստան Զարյանի արձանի բացումներ, ճիշտ եմ։ Այո։ Որի քանդակագործը դուք եք։ Այո։ Դուք սիրում եք Զարյանին։ Իմ պաշտամունքն է Զայրանը։ Իսկ մինչև համագործակցելը հետաքրքրված էիք նրանով, սիրում էիք նրա գործը։ Չէ, ոչ, ես ինձ զանգահարեցին, ասեցին, որ այսպեսի գործ կա։ Ես բախտի բերման ճանաչել եմ, տեսել եմ Կոստան Զարյանին, ես 19-20 տարեկան հասակում երիտասարդ էի, Արդո Չակմակչյանը իրեն քանդակում էր, ես տեսել եմ, շփվել եմ հետը, խոսել եմ հետը։ Իրեն ջուր եմ տվել, ջուր եմ լսել ձեռքերը լվացել, այր որ կավի հետ եմ խաղում եւ այլն։ Բացառիկ տպավորություն ա թողել ինձ վրա որպես անձ, որպես ֆիգուր, կեցվածք։ Եվ դա իմ համար դարել էր մարդ Աստված։ Ես ամբողջ կյանքս երազում էի ինչպես անեմ, որ իրեն նման լինեմ, բայց ցավոք քանդակագործը չի կարող։ Միշտ բանտիկով չի կարող։ Անընդհատ բանի կավի մեջ ես հետագայում մշակույթը, երբ որ իր գրականությունը կարդացի, տեսա, որ հայ ժողովուրդը պարզենալու բան ունի։ Եվ իր մեծությունը ինձ պարտադրեց, որ իր գրականության հետևից չընկնեմ։ Իր գրական, իր կենսագրական բանով չաշխատեմ, քանդակը չստեղծագործեմ այդպես։ Լրիվ ուրիշ թեմայով գնացի։ Փորձել եք որպես մարդ ներկայացնել, անկախ իր։ Ոչ, դա եմ ասում, ես մարդ սվինքս, որը արարել է շատ մեծ բաներ է արել, որը մերժված է եղել ինչ-որ մի դասի կողմից, համաշխարհային մարդկության մի դասի կողմից մերժված, բայց ոչ քաղաքակրթության, որովհետև քաղաքակիրթ մարդիկ անհնար է Կոստան Զարյանով չհբարդանան, եւ պետք է մենք հբարդանանք, եւ այդ գրքերի վիճակը, որ տեսնում եք իմ կոմպոզիցիայի մեջ քրքրված այդ ուզեցել եմ գրքերի մեջ մտնել, իր վիճակը գրքերի մեջ դնել։ Ինքը այնպես է նկարագրել Երևանը 22 թվականի, եթե կարտակ ուղղակի կզարմանաք այդ մարդու գեղագիտական մեկնաբանումը եւ փաստագրական այնպիսի պատկերացումներ, որ կարող ենք վերականգնել Երևանը ինչպիսին է եղել, Երևանի մարդը ինչ է կերել, ինչ է հագել, ինչպես է խոսել, բարև է, բացառիկ գրող, բացառիկ մեկնաբանություններով։ Գիտեք, ինձ ինչն է հետաքրքիր, դուք պարտադիր պետք է սիրեք նրան, ում քանդակում եք։ Կարող եմ ազնիվ լինել, ասեմ, որ ոչ։ Կարող եմ ասել ոչ, բայց դեռ ինձ չի բախտ բերել, որ այդպիսի հանգամանք ունեմ, ում քանդակել եմ, ահավոր եմ սիրել, սարսափելի ձևով եմ սիրել, անզուսպ սիրով եմ սիրել։ Քանի որ վերև պիտի ելնենք, ես հիշեցի Բեյրութի պատահարներից մեկը։ Ես պատվեր եմ անում 5-րդ հարգում էի աշխատում, բայց հարգերը շատ բարձր էին, 6 մետր էր ամեն հարգը։ Պատվիրատուս հսկա մարդ էր եւ մի
20 հոգի հետը վերել էր, որ տեսնեին իրենց պաբի քանդակը։ Քանի որ էլեկտրականություն չկար, վերելակը չէր աշխատում, ոտքով դելենք, ասեց երիտասարդներին դուք արագ ելեք, մենք դանդաղ կկանք, ելնենք տեսնենք կանգնել են ուրիշ արձանի մոտ, ուրախան, վայ, էս նման է մեր պաբը, վայ, էս լավ պաբ։ Մտավ հայվաններ է, արաբերեն հայվան բառը անասունդեր էլի։ Դու հայվաններ ես չի ձեր պաբը նա է։ Այս արձանը ես ցուցադրվել եմ Նյու Յորք միջազգային ցուցահանդեսներ են, շատ մեծ ցուցահանդես է, համարը աշխարհի մի 200-300 պատկերասրահներից ներկայացուցիչներ են լինում եւ արձաններ են ցուցադրում։ Սա ստացավ Grand Prix, հենց առաջի օրվա կեսին Grand Prix տվին քանդակագործների մեջ, քանդակի ասպարեզում այդ ցուցահանդեսի։ Մի 5 տարի առաջ էր։ Իսկ կա արտերկրում կայացած ինչ-որ ցուցահանդես, որ դուք տենց հատուկ հիշում եք ու ձեզ համար առանձնահատուկ է։ Բոլոր ցուցահանդեսները հիշում եմ, որովհետև ցուցահանդեսը դա գիտեք ինչ փորձություն է, դուք տեսնում եք ինչպես են քեզ ընդունում։ Ուրիշ տեղ, հա։ Ինչ ես արել, ով ես դու եւ ամեն տեղ անհամեստություն կլինի, ինձ բացառիկ ընդունելություն ժողովուրդը հավաքվում են իմ քանդակների շուրջ, նայում են։ Եվ ձեզ ասեմ, հայ մասնագետների բոլորի գործերը հետաքրքրական են, համեմատաբար Իտալիա, Ֆրանսիա, ում գուզես հետաքրքրական են հայերը, շատ ավելի առաջադեմ, շատ ավելի սրամիտ, նորարարական։ Դա բան է, ուղղակի ստուգատեսի նման, օլիմպիական խաղերի նման մի բան, դու գործերը ցուցադրում ես եւ տեսնում ես աշխարհի տարբեր ճապոնացին ինչպես է աշխատել, դու ինչպես մենք դժում ենք միայն որակից, որակն էլ վերջնական, վերջի։ Բայց բովանդակությունը միտքը չէ, առաջավոր է, ծավալը, բանը, միտքը առաջ, բայց մշակվածությունը եւ այլ իրենց մոտ դա բարձր է։ Տեխնոլոգիա ունեն, էլի, մենք չունենք տեխնոլոգիա։ Այստեղ էլ ունեմ քանդակներից եւ թարգում հետաքրքրական բաներ ունեմ։ Այս շարքը մեկ շնչով արված նյութը, որով աշխատում եմ, ես առանց էսքիզի առանց բանի մի անգամից քանդակում եմ, մի անգամից ես զուլումների եմ տվել։ Իմ սիրած շարքն է, հատկապես այս երկու գործը շատ եմ սիրում, շատ արտահայտիչ են, նորույթ են, պետք է մեծացնեմ, մեծ չափերի անեմ, այս երկուսն էլ։ Ես էլ եմ շատ հավանում, որովհետև քանդակի համար այս խորոշներով բաները շատ դժվար բան է։ Եվ ստացվել է իմ մոտ կարծես ես հավանում եմ այս շրջանը։ Կոստանդզարյանի բաներից է, էսքիզներից, էսքիզ եմ արել։ Տեսեք, ես սովորություն ունեմ, տապակ եմ անում քանդակը։ Տապակ։ Ոչ թե չգիտեմ, այլ այդպես է մտածված։ Այսպես ճիշտ չափերն են, այսպես տապակ։ Հա, հասկացա։ Կուլմինացիա եմ բերել, լավաշի նման այսպես բարակ անում։ Նուրբ։ Գնանք վերև։ Իմ մի քանի գործեր, որոնք ես շատ եմ հավանում այդ շրջանը, որոնք սֆերիկ ծավալներով են, որոշեցիք մեծացնել, որտեղ այլ ձևով անայվում մեծը, այլ փոքրը։ Չափը մտածողություն է ինքնին։ Մտածեք, սա արդեն մարդու հետ այլ ձևի խոսի, փոքրը այլ ձևի։ Իսկ որ ասում եք տարբեր չափը մարդկանց հետ տարբեր կերպ է խոսում, այն տարբերությունը ո՞րն է։ Ես գտնում եմ, որ տարածության մեջ իրենք չեն կորում, չեն փոքրանում, չեն կորցնում իրենց ազդեցությունը։ Իմ գործերը դրսի են, դրսի, տարածության մեջ։ Միջավայրում իրենք փոքրը չի կարող աշխատել, մեծերը աշխատում են։ Բացի դրանից, մարդու անատոմիան, մարդու չափը, ինչպես մարդու չափով է տան բարձրությունը, լայնքը, դուռը, լուսամուտը, այդպես է քանդակը, մարդու հետ պետք է ճիշտ հարաբերվի։ Բայց դա ուրիշ բան է, ուրիշ եթե պատվերով հսկա մոնումենտ են ունում, դա ուրիշ բան է։ Այս գործը շատ նմանացրի, ինձ թվաց ներքևում տեսել եմ ճիշտ։ Այդ որ ասեցի Grand Prix եմ արել, մեծացնում եմ, այդ ինքն է, այս իրա մեծ հիմա սա հում վիճակում է, պետք է վերջում շերտ գա վրայից, գույնավորում գա եւ այլն, նոր կդառնա աշխատանք։ Այստեղ բավականին էսի մեր մեծ բանաստեղծներից մեկի պորտրետն է, Հովիկ Հովեյան։ Մարտու Թարխանյանի գլուխն է, Մարդին Ճարտարապետ Մարտին Զարքարյանը, այ մեկ էլ դա էր փրկվել։ Այդ կորզանումից այդ կորզն է փրկվել։ Մնացածները էստոնացիներ են, այս մեծ մտավորականները։ Սա հայ է, հոգևորական Վարժան Հերգելյան։ Իսկ որ ասում եք տարբեր չափը մարդկանց հետ տարբեր կերպ է խոսում, այն տարբերությունը ո՞րն է։ Այս գործը շատ նմանացրի, ինձ թվաց ներքևում տեսել եմ ճիշտ։ Այ այդ որ ասեցի Grand Prix եմ արել, մեծացնում եմ, այս
Ինչպես ստացվեց, որ 11 տարի հետո Էստոնիայից նորից եկաք Հայաստան, Երևան։ Որ ինձ հրավիրեցին Հայաստան Զվարթնոց օտակայանի այդ տարեցները կատարելու համար։ Ես հրավերք ստացա Հայ Պետնախագիծ ինստիտուտի ճարտարապետներից եւ դա պատճառ եղավ, որ կամ Հայաստանը շատ ուրախացա, որ եկա Հայաստան։ Իսկ կարծում եք, եթե դա չլիներ, նորից կգայիք։ Հա, ես անպայման գալու էի։ Որտեվ օդար էր։ 20 տարի Բեյրութ եմ ապրել։ Ամեն ինչը օդար է ինձ համար։ Ամեն ինչ, ճիշտ է, Բեյրութը ջերմ երկիր է ինքը, ժողովուրդն էլ, բայց Տալինում երկինքը սառը, ջուրը սառը, մարդիկ սառը, ոչ մեկը իմը չէր, ոչ մի բան իմը չէր։ Իսկ Երևանը սիրում եք։ Շատ։ Միայն մի բան որ սիրում եմ, Երևանն եմ սիրում։ Իսկ ի՞նչն է փոխվել Երևանի մեջ տենց հատկանշականը։ Քիչ բան է փոխվել Երևանի մեջ, շատ դանդաղ, աշխարհի ամենադանդաղ փոխվողն է Երևանում։ Եթե ժողովուրդը այդքան բան չունենար, այդ զարգացման ջիղը ժողովուրդը ունի, ոչ պետականությունը, ժողովուրդը ունի, Երևանը շատ հետամնաց քաղաք կլներ։ Ինքը իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ, իր զարգացման պլաններով վատ առումով իր տեսակը չունի աշխարհում։ Երևանը։ Այո, շատ հին մեթոդներով, ամեն ինչը հին մեթոդներով, շենքերը հին, ֆասադները հին, որևէ ծավալ չկա, որ քաղաքում Պարզեննաս օպերայի նման։ Կարծում եք Գյումրին ավելի շատ ունի, քան Երևանը։ Չէ, Գյումրին էլ։ Գիտեք, Գյումրիի, Երևանի հին մասերը, մեր ճարտարապետները, եւ ես կարող եմ ասել, որ դրանք կյանքերի մեջ իրենց ոչ մի ճարտարապետական հուշարձան չեն գծել։ Եվրոպական կլասիցիզմը, որը Ռուսաստան մտավ, Ռուսաստանից եկավ Հայաստան։ Ֆասադային ճարտարապետությունը ինքը բան չունի, պլան չունի։ Միայն ֆասադ եւ դեկորատիվ ձևավորումներ ճակատների վրա, դարբասը, դռները եւ կարնիզները։ Հա, հասկացա։ Պարզանալու բան չունենք եւ պահելու բան հին Երևանը, որ ասում են պետք է մնար, չէր կարող մնալ հին Երևանը, չէր, բացարձակ չէր կարող։ Ոչ մի այդպիսի շենք չկար, որը ճարտարապետական արժեք ունենար։ Իհարկե, մեկու մեջ կային սև քարով սարքած սիրուն շենքեր։ Լավ, բա ի՞նչն է խնդիրը, որ Երևանը առաջ ավելի կոլորիտային էր, քան հիմա։ Մարդիկ ինտելեկտուալ խավը, ինտելիգենցիան, մշակույթի մարդիկ բռնում էին քաղաքի հետ, համահունչ էին իրար հետ։ Կենսակերպը, հնարավորությունները համահունչ էր։ Հիմա շատ մեծ տարբերություն կա։ Հրաշալի ռեստորանային համալիրեր կա։ Հրաշալի սպասարկում, որ Փարիզից իջնում ես Երևան, ավելի լավ են սպասարկում, քան Փարիզում։ Խանութները գեղեցիկ, ապրանքը կարող է լավ չի, բայց խանութը գեղեցիկ է։ Մթերայինները լավ են, մեջը շատ ապրանքներ կա, բայց ընդհանուր զարգացումը, ընդհանուր հասանելիությունը, ներքին զարգացումը, հասանելիությունը բոլորի համար չէ։ Հա։ Այսինքն դուք ամեն դեպքում կարծում եք, որ Երևանի կոլորիտը հիմնականում մարդկանց հետ է կապված, այսինքն մարդիկ են փոխվել։ Իհարկե, շունչը տան մեջ մի ապրի մի տարի, դուք մտնես տեսնես ինչ ասես պատերի, իհարկե։ Այդպես է քաղաքն է։ Իսկ օրինակ դուք կասեք ձեր կարծիքը կամ խորհուրդ կամ չգիտեմ նմանատիպ ինչ-որ մի բան, ինչ պետք է արվի մարդկության հետ կամ երիտասարդների հետ, որ մի քիչ այդ վերադառնա այդ շունչը։ Ժամանակը պահանջում մենք ունենք հայտարարված ժողովրդավարություն, բայց այդ ժողովրդավարությունը պետք է pedagogan բոլոր դադագան, քննչական, չգիտես այդ ամենտեղ լինի, այդ ժողովրդավարությունը, արտարությունը լինի։ Քան այդ արտարությունը չկա չի լինի։ Այդ արտարությունը եղավ դուք կարծում եք։ Բայց այն ժամանակ կար այդ արտարությունը։ Մենք բոլորս գրեթե հավասար էինք։ Մարդկության բոլոր շերտերը գրեթե հավասար են, ապրելու նույն հնարավորությունը ունեին։ Ձեզ ասեմ, ով քիչ աստանում, ինքը այդ քչի որակով է ապրում, ով շատ ասում, շատի որակով էր ստանում։ Բայց սովետական շրջանում ես բացարձակ չեմ գովում սովետին, չնայած իմ երիտասարդությունը, կրթությունը, ես սովետից եմ, իմ դպրոցական կրթությունը, մեր համալսարանը, ես հիմա եթե համեմատում եմ Հռոմի արվեստի ակադեմիայի հետ, 0 են իրենք, մերն էլ է 0։ Հիմա մերն էլ է 0։ Ժամանակը ինձ թվում է համաշխարհային տենդենս կա հիմա։ Պարզապես ժամանակ անցել, արդեն անհնար է որևէ այդ ամեն ինչը լինի հավասար, արդեն շատ sense ծայրահեղ վերև ներքև է։ Այդ նման պայմաններ գնալով ավելի է ծայրահեղանում։ Հիմա ասում են, թե մենք երիտասարդ շնորհքով երկիչ չունենք, նկարիչ չունենք, ով ասեց։ Առաջ թվով շատ էին, բայց որակը այդքան բարձր չէր։ Հիմա թվով քիչ են, հադուկենդ են երևում, բայց համաշխարհային դեմքեր են։ Շատ շնորհակալ եմ ես ձեզ, որ դուք մեզ հյուրընկալեցիք։
Շատ հրաշալի խոսեցինք, հուսամ ձեզ համար էլ շատ Դուք հրաշալի խոսեցիք, հրաշալի նկարեցիք, թե ես ինչպես խոսեցի չգիտեմ։ Դուք հրաշալի եք, այո, շնորհակալություն։ Դե ցահային լեզվով եմ խոսում, շատ ներողություն։ Դե ձեր խոսելու լեզուն Իմ ինչպես ասում անելու, ես անելու մասնագետ եմ, մատներով։